որի մասին այսօր բոլոր մակարդակներով խոսում են, նաև իշխանական սատելիտները, էլի ուրացման արար է, թե այլ պատճառներ կան, գուցե երկխոսություն, ինչի մասին խոսում են, կամ խաղաղության գործընթաց։ Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել անկախության հռչակագրից։ Ինչու, պարոն նախագահ, հանդգնվեն կտապալվի։ Որովհետև չեն հասցնի։ Ուղղակի չեն հասցնի։ Թուրքիայի Չեն կարող։ Ուղղակի չեն կարող։ Եթե երկու կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կարելի։ Բոլոր ուսումնասիրությունները այդ մասին են խոսում։ Պարոն նախագահ, դա համարում եք Թուրքիայի պահանջը։ Եկեք պայմանավորվենք։ Համարում անկախության Այդ փողոցային պայքարը Ալեն Սիմոնյանը ձեզ ասում է անբագորգոր հայտարարություններ անելուց առաջ հայելու մեջ նայեք, միգուցե ամաչեք։ Ինչ-որ բան կա, որի համար դուք կարող եք ամաչել։ Եթե ամաչելուց ենք խոսում, ձեր նշած այդ անձնավորությունը, նրա հետ մի 70-80 հոգի, այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որտեղ իրենք կարմիր են, երբ որ նայեն հայելու մեջ։ Պարոն նախագահ, ինչու եք համոզված, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ձեր այս հայտարարությունը հաջողությամբ կպսակվի, որովհետև իր պաշտոնավարումից հետո բազմաթիվ այդպիսի փորձեր ամեն դեպքում ընդդիմությունը չի հաջողել ավարտել, հասցնել նպատակին, վերջնակետին։ Միգուցե հարցը հասունացված չէր, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ փողոցային շարժումը, պարոն Սարգսյան, կարծիք լինելու է։ Ով ատառակելությունը կարողանա ստանձնել։